Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ, Գյումրի բժշկական կենտրոնի ներզատաբան Գևորգ Նիկողոսյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ կրկին չեք մերժել մեր հրավերը եւ գտնվում եք մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Բժիշկ, որպես ընտանեկան բժիշկ, ինչպիսի գործառույթներ եք իրականացնում։ Հիմնականում ընտանեկան բժշկի գործառույթը բուժանուռներին ընդունել, տեսակավորել, ախտորոշել, ճիշտ ուղղորդել։ Դες ապահովագրության հետ կապված հոսքի շատացել է, բայց ախտահարելի է դեռևս։ Եվ քանի որ դուք ինքն եք խոսեցիք ապահովագրությունից, հետեւաբար ինչ տվեց ապահովագրությունը բուժառուներին։ Ուրեմն այն խմբերը, ովքեր ընդգրկված են ապահովագրության մեջ, բուժ սպասարկման գրեթե ամբողջ ծավալը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, գումարած անվճար տեղորայքի տրամադրում, նաև թանկարժեք։ Դա է հիմնականը։ Հոսքը շատացել է։ Հոսքը շատացել է։ Հիմնականում Համեմատած նախորդ տարվա կարելի ասել գրեթե կրկնակի շատացել է։ Այսինքն մարդիկ ունեին խնդիր, բայց չէին կարող դիմել բուժ սպասարկման, քանի որ չունեին գումար։ Ես դա էի ուզում հասկանալ, գանգատներն են շատացել, թե ապահովագրությունը եղավ։ Ապահովագրությունը եղավ եւ հոսքի շատացավ, պատճառը դա էր, այսինքն պատճառը կենցաղային է, ֆինանսական։ Այսինքն մարդիկ ունեին խնդիր, բայց չէին կարող դիմել բուժ հաստատություն։ Լավագույն դեպքում դիմեն տարածքային պոլիկլինիկա։ Իսկ տարածքային պոլիկլինիկան չի կարող այն ծավալը ապահովել, ինչ հիվանդանոցը։ Այսինքն այն բուժառուները, ովքեր ունեն ստացիոնար բուժման կարիք, կարող են բուժումը տանը կազմակերպել ոչ այն որակի ինչ ստացիոնարում, քանի որ չունեին գումար։ Դուք հիմա խոսում եք եւ որպես ընտանեկան բժիշկ, հա, եւ որպես Գյումրի բժշկական կենտրոնի։ Երկուսը մեկում։ Այսինքն երկու տեղում էլ շատացել է հոսքը։ Երկու տեղում էլ շատացել է հոսքը։ Այսինքն ոչ թե հիվանդացությունն է շատացել, կան հիվանդություններ, որոնք շատացել են դինամիկայում, բայց այս բaragային ոչ թե հիվանդացությունն է շատացել, հիվանդությունը կար, ուղղակի դիմելիություն չկար։ Կրկին անցնենք, հա, որպես ընտանեկան բժշկի կողմից իրականացվող գործառույթներին, ինչ ծառայություններ եք հիմնականում մատուցում բուժառուների հետ, ինչ աշխատանք է տարվում։ Հիմնականում թերապևտիկ բնույթի ծառայություններն են։ Պոլիկլինիկայում ունենք նեղ մասնագետները, պարտադիր 5 նեղ մասնագետները, ովքեր պետք է լինեն պոլիկլինիկաներում, այդ վիրաբույժ, մաշկաբան, գիտկոկոր, տագնաբույժ, ներզատաբան, նյարդաբան։ Այսինքն, եթե բուժարուն ունի որևէ մեկի կարիքը, այսինքն պետք է բուժարուին ընդունել, լսել կանգատները, ախտորոշել, ճիշտ ուղղորդել, այսինքն մարդուն չգցել դռնետուր։ Կարևորը ճիշտ ուղղորդելն է, եթե կարիք ունի ուղղորդման։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ իրականացնում եք խորհրդատվություն, հետազոտություններ, այ հետազոտությունները հիմնականում ինչ բնույթի են եւ սկրինինգային ծրագրերը իրականացվող ինչպես են։ Սկրինինգային ծրագրերն էլ կան, ունենք նաեւ տեղում լաբորատորիան, նաեւ գործիքային հետազոտություններ, այսինքն սոնոգրաֆիան, ռենտգեն կաբինետն ունենք, նոր թվային տեխնիկայով հագեցած, լաբորատորիան նոր ապարատուրայով էլի հագեցած։ Չեմ կարող ասել գրեթե ամբողջ, ու մեծ մասը, այսինքն առաջին անհրաժեշտության ամեն ինչ տեղում կատարվում է։ Եվ հիմնականում ովքեր են դիմում։ Մեծահասակները, դեռահասները։ Տեսեք, սկրինինգային ծրագրերի շրջանակում տարիքային կոնկրետ խմբեր կա, ում պետք է հետազոտել տարբեր պատճառներով, այսինքն շուտ գտնել հիվանդությունը, եթե կա այդպիսին, շուտ բուժել, կանխարգելել, իսկ դիմելիությունը չկա այդպիսի խումբ, որ մեծահասակներն են, դեռահասներն են, չէ՞, գրեթե հավասար։ Եվ ինչով է կարևորում այդ սկրինինգային ծրագրերը։ Միայն հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման։ Ունենք դեպքեր։ Կան, շատ են եղել։ Դիաբետի հետ կապված, օրինակ գլիկեմիայի որոշման սկրինինգային ծրագիր կա, հենց դիաբետի հետ կապված,
Շատ է եղել դեպքեր, որ հայտնաբերել ենք։ Մարդը չի իմացել, որ ինքը դիաբետ ունի, լրիվ այլ պատճառով է գետիմել է պոլիկլինիկա, գլյուկոմետրիա է կատարվել եւ պարզվել է, որ ունի բարձր շաքարի մակարդակ։ Իսկ պատվաստումների գործընթացը ինչպես է իրականանում Ըստ տարիքային խմբերի։ Ըստ Ակտիվ եք։ տարիքային խմբերի, հա, հիմնականում բուժքույրներն են զբաղվում այդ հարցով, այսինքն տարիքային խմբերի առանձնացրած է, պլանները կազմած է, այսինքն որի ժամանակը երբ հասավ, զանգահարում կանչում ենք։ Հրաժարվողներ շատ քիչ են, բայց կան։ Արդեն որպես ներզատաբան, հա, հիմնականում ինչ հիվանդություններ են հաճախ հանդիպում, եթե չհաշվենք օրինակ վահանաձև գեղձի հետ կապված տարբեր հիվանդությունները։ Դիաբետն է հիմնական առավել հաճախ հանդիպողը, շատ տարածված, հիվանդացությունը կարելի ասել լավ երիտասարդացել է, 30-35 տարեկանից, ճարպակալում, հիպոդինամիա, այսինքն քիչ շարժվել, պասիվ ապրելակերպ, ճարպակալում, սնունդ, ոչ առողջ ապրելակերպ։ Եվ ինչ է արվում ներզատաբանի կողմից։ Նախ պետք է հասկանալ դիաբետը ինչի հետ է կապված, ճարպակալման, ինսուլինի բացակայության, թե կա ինսուլին, բայց ռեզիստենտականություն կա։ Այսինքն եղած ինսուլինը իր գործը նորմալ չի կատարում։ Այդ պետք է պարզել ու դրանից կախված արդեն հիվանդին ճիշտ խորհուրդներ տալ։ Իսկ հիմնականում գերակշիռ մասը տղամարդիկ են, թե կանայք։ Գերակշիռ մասը տղամարդիկ են։ Կանայք էլ կան, բայց կանանց մոտ քիչ է։ Մեծ մասը տղամարդիկ են, որովհետև մեր տղամարդիկ սիրում են ուտել ու նստել։ Շատ կալորիա, քիչ ծախս։ Եվ ինչ եք կոչանում տղամարդկանց այս Մի արել։ ինչպես դիետայով, թե Չուտել։ շարժվելով։ Շարժվելով, քիչ կալորիայով սննդակարգ, կալորիաները ցածր, այսինքն մաքսիմալ ընդունած կալորիաները պետք է լինեն ավելի քիչ, քան ծախսածը։ Ծախսը միշտ պետք է շատ լինի։ Օրինակ հիպոֆիզի ադենոմա, կրկին ոչ շատ հաճախ, բայց հանդիպող հիվանդություն է։ Ինչ է իրենից այն ներկայացնում։ Հիպոֆիզի կառուցվածքային փոփոխությունն է, որը կարող է բերել հիպոֆիզի տրոփ հորմոնների մակարդակի բարձրացման օրգանիզմի մեջ, հիմնականում պրոլակտինի մակարդակի բարձրացման, կանանց մոտ ավելի հաճախ հանդիպող խնդիր է։ Դիմելիությունը հիմնականում լինում է այսպես կամ չբերության, կամ վիժման, կամ քրոնիկ բութ տանջող գլխացավերի հետ կապված։ Դիմում են բժշկին ու հետազոտությունների ընթացքում պարզվում է, որ ունեն պրոլակտինի բարձր մակարդակ։ Մեծ մասամբ դեպքերում միկրոադենոմաները դեղորայքային բուժվող են։ Ճիշտ է, երկար տարիներ է տևում բուժումը, մինչև այդ ադենոման ներծծվի, բայց բուժվող են դեղորայքով։ Որովհետև շեմ կա տարիքային։ Տարիքային շեմ չկա։ 20-ից 40 տարեկան հիմնական առավել հաճախ հանդիպող այդ կանանց մոտ այդ մասն է։ Համբերատարություն պահանջող հիվանդություն է։ Տղամարդկանց մոտ առավել մակրոադենոմաններն են հանդիպում, որոնք հիմնականում վիրահատական բուժման եղանակով բուժվում են։ Դրանց հայտնաբերումը ինչպես է լինում, ախտանշաններ չկան, որ ավելի վաղ Ախտանշանները ավելի վաղ էսպես կամ չբերություն, կամ վիժում, կամ գլխացավ։ Տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց մոտ նույն խնդիրը։ Լիբիդոյի իջեցում, գլխացավեր, մակրոադենոմաների ժամանակ նաև կարող է լինել թունելային տեսողություն, այսինքն տեսադաշտերի նեղացում, այսինքն կա ինչ որ կանգատ, որ դիմում են հետազոտվելու, ստուգվելու եւ հայտնաբերվում է։ Անախտանիշ չի ընտանում։ Իսկ մակերիկամային ուռուցքները իրենցից ինչ են ներկայացնում։ Դրանք էլ ախտանշանները ինչպիսին են։ Ախտանշանները մակերիկամի ուռուցքները այսպիսին է։ Հիմնականում եթե առաջնային է, պատճառը ու ախտանիշը կարող է լինել բարձր զարգերակային ճնշումը։ Այսինքն հիվանդը դիմում է բարձր զարգերակային ճնշման համար, ելի երիտասարդ տարիքում հետազոտվում եւ ախտորոշվում է մակերիկամի ուռուցքները, եւ կարող են լինել մետաստազներ։ Նաեւ մետաստազները հիմնականում անախտանիշ են։ Առաջնային ուռուցքներն են ախտանիշով ու ախտանիշն էլ բարձր զարգերակային ու չենտարգվող, բուժման չենտարգվող զարգերակային ճնշումներն են։ Այսինքն բուժում չկա այս դեպքում։ Բուժումը էլի վիրահատական է այս դեպքում, այսինքն ոչ թե ուռուցքը բուժման չի ենթարկվող, զարգերակային կերճնշումը բուժման չի ենթարկվում։
Այսինքն տեղորայքային կոմպենսացիայի չես կարող հասնել զարգերակային ճնշման պարագայում։ Լավ, իսկ լուծումը որն է։ Լուծումը մակերիկամի վիրադական եղանակով հեռացումն է։ Իսկ դրանից հետո կյանքի որակի բարելավում Կյանքի երաշխավորվում որակի է։ խնդիր չի կարող լինել, եթե ուռուցքը միակողմանի, այսինքն եթե մի կողմի մակերիկամն է ախտահարված, այդ հեռացնում են մյուս կողմի մակերիկամը ֆունկցիան վերցնում է իր վրա։ 100% չէ, բայց շատ բարձր տոկոսով որակի փոփոխություն չի լինում։ Բժիշկ Նիկողոսյան, քանի որ մենք խոսեցինք նաև սկրինինգային ծրագրերից, ես կուզենամ, որպեսզի դուք մի փոքր ավելի հստակեցնեք, թե այդ ծրագրերի մեջ հիմնականում, հիվանդությունները տղամարդկանց, թե կանանց մոտ է ավելի շատ տարածված, սկրինինգային ծրագրերը ում մոտ է ավելի շատ արվում, իրենց մոտ հայտնաբերելու այդ Սկրինինգային ծրագիրը կատարվում հետազոտությունները հիմնականում կատարվում է հավասար, տարբերություն չկա, կին թե տղամարդ։ 0-ից սկսած, նորածիններից սկսած կա սկրինինգային ծրագրեր, մինչև անվերջություն։ Հիմնականում երեխաների մոտ տեսողության, լսողության ստուգում գլխի շրջագից, գաղթունից ստուգել, պարտադիր գաղթունը հանգիստ է, հանգիստ չէ, ներփկում, արտափկում կա, չկա։ Ամորձիների տղաների պարագայում ամորձիների ստուգում փոշտում է, թե փոշտում չէ։ Շատ կա, որովհետև դեպքեր, որ ծննդատենից հետո ստուգում են, տեսնում կամ հիմնականում առաջ եղել են մեծ տարիքում, նոր նկատել են, որ ամորձու մեկը չկա կամ երկուսը չկա։ Այդ կրիպտորխիզմն է, որը ներարգանդային կյանքում է զարգանում, ինքը էլի իր բնույթով էնդոկրին հիվանդություն չէ, էնդոկրին դեֆիցիտի հետևանք է։ Խորիոնային գոնադոտրոպինի մոր ընկերքի քիչ արտադրելու հետևանք է սերմնալարի կարճության, այսինքն ներարգանդային կյանքում երեխաների, տղաների ամորձին կամ ամորձիները մինչև ծնվելը չի տեղավորվում փոշտում։ Այսինքն աճուկային կանալով պետք է անցնի, դուրս գա տեղավորվի փոշտում։ Ինքը ունի բուժման երկու եղանակ, բայց բուժման առաջի եղանակը ինքը տեղորայքայինն է, այսինքն դաժե եթե կարիք կա, բայ նույնիսկ եթե կարիք կա վիրահատական միջամտության, անպայման պետք է կատարել տեղորայքային բուժում, այսինքն նույն խորիոնային գոնադոտրոպինը մկանային ներարգման եղանակով պետք է կատարել երեխային, այդ արդեն քաշից, հասակից կախված տեղորայքի տեղաչափը ամորձին երկարացնել ու հետո նոր, եթե կարիքը կա վիրաբուժական եղանակով բերել, տեղադրել իր տեղը։ Այսինքն սա կարելի է ենթադրել, որ նախքան այս սկրինինգային ծրագրերը, հիմա արդեն այդ տղամարդկանց մոտ հաճախակի է եղել այդ հիվանդությունը։ Հաճախակի է եղել, ուշադրություն դարձնող չի եղել, բուժման մեթոդները առաջ այսպես տարածված չի եղել, ասենք 20 տարի կամ 30 տարի առաջ ու հիմա նույնը չի հաստատ։ Ծրագիրն էլ չի եղել, այսինքն տղա երեխային ոչ մեկ չի նայել։ Փոշտում ամորձիները երկուսն են, մեկն է, տեղում չեն։ Հետևաբար այս սկրինինգային ծրագրի միջոցով կարելի է կարծես թե վաղ հայտնաբերել, ինչքան շուտ հայտնաբերել, այնքան ավելի բուժումը դեֆեկտիվ կլինի։ Իսկ եթե ամորձին մնացել է որովայնի խոռոչում ու չի եկել դեպի աճուկային կանալ կամ դեպի փոշտ, այդ արդեն ու ավելի ուշ տարիքում է հայտնաբերում, այդ դեպքում ամորձին միանշանակ հեռացման է ենթակա, որովհետև կա չարորակացման ռիսկ։ Այդ դեպքում այդ ամորձին արդեն կարելի ասել անպիդան օրգան է։ Օրգանիզմի համար կդառնա չարորակ ուռուցքի աղբյուր, օջախ։ Իսկ եթե վաղ հայտնաբերվի, նույնիսկ որովայնի խոռոչում կարելի է բերել, էլի տեղավորել իր տեղը։ Մենք մեր զրույցի ընթացքում կարծես թե չենք կարող խոսանավել նաև վահանաձև գեղձի հետ կապված հիվանդություններից, որովհետև միևնույն է դրանք էլ շատ տարածված են մեր իրականության մեջ։ Տարածված են, հիմնականում աուտոիմուն խնդիրներն են վահանագեղձի տարածված, ինչպես նաև ուռուցքներն են շատ տարածված, դե կարել է նաև այդ բնութագրել նաև ախտորոշման մեթոդներով, առաջ չկային այս ախտորոշման մեթոդները ինչ հիմա, բայց ամեն դեպքում շատ է։ Թե կարցինոմաները երիտասարդ տարիքում հանդիպող, թե աուտոիմուն խնդիրները ու կերակշիռ մասը էլի կանանց մոտ է հանդիպում։
Վահանակեղծի խնդիրները էլ հիմնականում կանանց տղամարդկանց մոդել կա, բայց հարաբերակցությունը շատ տարբեր է, 1-ը 10-ի կարելի ասել։ Ու երբեմն այս վերջին շրջանում շատ են հանդիպում նաև հղիության ընթացքում։ Եվ ահա։ դա այսպես զուգորդված հղիության հետ գնում է միաժամանակ։ Ոչ թե զուգորդված հղիության հետ գնում է, ուղղակի այդ սկրինինգային ծրագրերը նաև սկսել են հղիների շրջանում կատարել։ Այսինքն այդ ժամանակ է բացահայտվում։ Այո, հղիների մոտ առայժմ չկար այդ։ Որովհետև ասում են, այո, ես չեմ ունեցել։ Չի ունեցել, բայց հղիության ընթացքում հիմա պարտադիր է, այսինքն հղիության ժամկետից կախված տարբեր սկրինինգային ծրագրեր կա, նաև գեստացիոն դիաբետի վաղ հայտնաբերման սկրինինգը կա ու կա նաև վահանագեղձի հետազոտման, այսինքն կապ չունի բուժառուն հղին նշում է ունեցել է խնդիր, չի ունեցել, անկախ ամեն ինչից, եթե հղի է պարտադիր ստուգվում է։ Նույնը հղիության ընթացքում կարող է նաև շաքարային դիաբետ Այդ գեստացիոն դիաբետն է, որը հիմա այդ սկրինինգային եղանակով, այսինքն գլյուկոզայի ծանրաբեռնվածության մեթոդով որոշում են կա բուժառուի մոտ հղիի մոտ խնդիր թե ոչ։ Այսինքն ունի հետագայում ինքը ռիսկ դիաբետ ունենալու չունի ու երեխան գերքաշով ծնվելու ռիսկ ունի թե չունի։ Այսինքն կարելի է ենթադրել, որ հղիությունից հետո դիաբետ չի ունենա։ Այո։ Նախկինում եղել են նման դեպքեր, ունեցել են խոշոր քաշով պտուղ 5 կիլոգրամ եւ ավել ու բնութագրել են, որ տեսակը կամ գենետիկան խոշոր է։ Բայց հիմնականում պատճառը գեստացիոն դիաբետն է, այսինքն հղիության ընթացքում գլյուկոզայի բարձր մակարդակ, որը ծննդաբերությունից հետո որպես կանոն կարգավորվում է մեծ մասամբ դեպքերում։ Այսինքն, եթե նախկինում ունեցել են խոշոր պտուղ, դա նշանակում է, որ հղին տարել է դիաբետ։ Հղիության ընթացքում ոչ թե տարել է դիաբետ, հղիության ընթացքում ունեցել է գլյուկոզայի բարձր մակարդակ։ Եվ ինքը դրանից անտեղյակ է եղել։ Իհարկե։ Ով պետք է ստուգեր 30 տարի առաջ, 40 տարի առաջ։ Որովհետև չէ, հիմա արդեն տատիկները մի տեսակ այսպես շատ պատվով են դա ասում, որ այսքան, այո, 5 կիլոանոց երեխա են բերել։ Փաստորեն դա խնդիր է եղել, որից իրենք մինչև օրս անտեղյակ են։ Բժիշկ Նիկողոսյան, կուզենամ նաև մի փոքր անդրադառնանք թիմային աշխատանքին, ինչպես պոլիկլինիկայում, հա, այնպես էլ Գյումրի բժշկական կենտրոնում այդ թիմային աշխատանքը ինչպես է կազմակերպվում։ Թիմային աշխատանքը հիմնականում ընտանեկան բժիշկների կապված են նեղ մասնագետների եւ լաբորատոր գործիքային մասի հետ։ Հեշտ է կազմակերպելը։ Շատ հեշտ է, ուղղակի հոսքի հետ կապված ժամերի մեջ տեղավորվելն է, այդքան բուժառուներին մի օրվա ընթացքում ժամերի մեջ տեղավորելն է դժվար, ստիպված հերթագրումներ։ Իսկ հերթագրումները շատ են։ Շատ, հերթագրումները շատ են։ Ջուրին է օգտվել այդ էլեկտրոնային տարբերակից։ Հերթեր գոյանում են թե ոչ։ Հերթեր չեն գոյանում։ Հիմնականում Այսինքն հերթերից ձերբազատվել ենք։ Հերթերից ձերբազատվել ենք հերթագրման եղանակով, այսինքն հիմնականում պետք է դիֆերենցիաս, եթե մարդ ունի անհետաձգելի հրատապ բուժօգնության կարիք, այդ ուրիշ է, բայց եթե ուղղակի բուժառուն դիմել է պոլիկլինիկա հերթական տեղորայք ստանալու, կարող է 4 օր կամ 5 օր հետո ստանալ կամ 10 օր ու դրանից ոչինչ չտուժի։ Ու ամեն դեպքում գոյություն ունի նաև շտապ բուժօգնության ծառայություն։ Այսինքն անհետաձգելի դեպքերում կարիք չկա սուր ինֆարկտով բուժառուին բերել հասցնել պոլիկլինիկա կամ իրավոտքով տանել հասցնել հիվանդանոց։ Կա շտապ բուժօգնության ծառայություն, որը դա ամեն ինչ շատ լավ կատարում է։ Այսինքն ծանր հիվանդին պետք չի տանել պոլիկլինիկա իրավոտքով կամ հիվանդանոց իրավոտքով։ Կան հիվանդություններ, որոնք տեղափոխումից սկսած արդեն բուժառուի տեղափոխումից սկսած արդեն կարող է կյանքի որակի, տևողության եւ ամեն ինչի վրա ազդել։ Այսինքն բուժառուի գիտակցական մակարդակն էլ այնքան բարձր պետք է լինի, որ ինքը հասկանա տեղափոխման խնդիրը ինչպես լուծի։ Իսկ Գյումրի բժշկական կենտրոնում ինչպես է կազմակերպվում այդ թիմային աշխատանքը։ Գյումրի բժշկական կենտրոնը հիմնականում կարելի ասել գրեթե բոլոր մասնագետներով հագեցած է 24 ժամ բոլոր բաժանումներում հերթապահ բժիշկները կան, աշխատանքը 24 ժամ չի դադարում, հոսքն էլ նույնպես։ Եվ ամեն ինչ ստացվում է բնականon։ Փառք Աստծո։
Բժիշկ Նիկողոսյան, քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, ես կուզենամ որպես բժիշկ, հա, որպես մասնագետ, ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Փորձեն ապրել առողջ ապրելակերպով։ Մաքսիմալ այսքան վնասակար ներգործություններից հեռու մնալ։ Օրինակ, ինչ չուտել։ Արհեստական քաղցր։ Եվ սննդակարգ կա հատուկ։ Չկա հատուկ սննդակարգ, բնական ամեն ինչ էլ կարելի է օգտագործել։ Իսկ արհեստականների մեջ կալորիան շատ բարձր է։ Իսկ արհեստականը բերում է շատ արագ հագեցման, բայց շատ արագ էլ 30 րոպե, 40 մի ժամ հետո մարդ կարող է նորից սով զգալ։ Այսինքն կա կալորիայի գերդոզավորում, բայց մարդ հագեցած չէ։ Բարձր։ Արհեստականից հեռու։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր մեր ինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ, Գյումրի բժշկական կենտրոնի ներզատաբան Գևորգ Նիկողոսյանին։ Դե ինչ, մեր ինֆոն էր եթերում, եղեք առողջ։